Մերձավանում արյունալի գիշերվա հետքերն են։ Այստեղ են սպանվել Փարաքարի 42-ամյա համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանը եւ նրա ընկերը։ 3 կեսգիշերին մոտ 23:59 է ոստիկանությունը ստացել Մերձավանի Երևանյան խճուղում հնչած կրակոցների մասին ահազանգը։ Վոլոդիա Գրիգորյանը իր առանձնատան դիմաց 2 ընկերների հետ կանգնած է եղել, երբ դիմակով ու ձեռնոցով հրաձիգը մոտեցել է ու կրակահերթ արձակել։ Նախնական այս տեղեկությունը պաշտոնական է։ Կրակահերթ է արձակել, որի հետևանքով 2-ը զոհվել են եւ 1-ը վիրավորվել է։ Կրակահերթի մյուս զոհը 59-ամյա Կարեն Աբրահամյանն է, քրեական ոստիկան։ Ըստ ՆԳՆ-ի նա այդ պահին ծառայության մեջ չի եղել։ Ոստիկանության ծառայողը ընկերական հարաբերությունների մեջ է եղել համայնքի ղեկավարի հետ եւ պարզապես այստեղ կանգնած է եղել, նա ծառայության մեջ չի եղել։ Փարաքարի համայնքապետի մյուս ընկերը, որ վիրավորվել է զինված հարձակման պատճառով, 41-ամյա Արծրուն Գալստյանն է։ Նրան վիրահատել են, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ ներքին գործերի նախարարության խոսնակի, սպանության վայրում եղած բոլոր տեսախցիկները առգրավվել են։ Ողբերգության վայրում աշխատում են նաև կինոլոգները։ Աղմկահարույց սպանության գործով դեռ կասկածյալ չկա։ Սպանության փորձի եւ հրազենի դրամասերի ապօրինի շրջանառության հոդվածներով է քրեական վարույթ նախաձեռնել քննչական կոմիտեն։ Վոլոդիա Գրիգորյանը ամուսնացած էր 4 երեխայի հայր։ Սպանության պահին համայնքապետի տանը ոչ ոք չի եղել։ Այդ տանը չեն ապրում Գրիգորյանները։ Համայնքապետի ընտանիքին իրավապահները տեղափոխել են ապահով վայր։